Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է. «Ինչ է նշանակում կրկնաթալան եզրույթը։ Մինչև հեղափոխությունը գոյություն ունեին թալանչիներ, գողեր եւ ավազակներ, որոնք հանդիսանալով իշխանություն թալանում էին պետությունը։ Կային նաեւ ակտիվիստներ, որոնք անզիջում պայքար էին մղում այդ թալանչի իշխանության դեմ։ Հեղափոխությունից հետո վերոնշյալ ակտիվիստների մի մասը եկավ իշխանության եւ կար ժամանակում դարձավ սովորական թալանչի։ Ընդ որում, եթե նրանք, որոնց դեմ պայքարում էին իշխանության հասած ակտիվիստները, մասնագիտացված թալանչիներ էին, ապա այժմ մեզ թալանում են շատ ավելի փնթի կերպով։ Եվ քանի որ այսօր մեզ թալանող այդ փնթի թալանչիները շատ ճկուն ձևով համագործակցում են նախկին պրոֆեսիոնալ թալանչիների հետ, մի կողմից վերջիներիս թալանածը չի վերադարձվում, թալանով ստեղծված բիզնեսները շարունակում են ծաղկել ու միլիոներ գեներացնել, իսկ մյուս կողմից փնթի թալանչիներն են հարստանում։ Այսպիսով ստացվում է, որ թալանչիների թիվը եւ հետեւաբար նաեւ թալանի ծավալները կրկնապատկվել են։ Հիմա մեզ կրկնակի են թալանում։ Եզրափակել է Մարուքյանը։